Ինչու գահերի խաղի վերջին սեզոնն ավարտվեց անհասկանալի, ինչպես ճկույթի նման խորամանկ ստրատեգն ընկավ իր իսկ ստեղծած թակարդը, ինչ պատահեց Դեյներիսին, որ դրակոնին հրամայեց այրի մի ամբողջ քաղաք ու թափի անմեղ արյուն, ինչի համար էր Բրանդեն Սթարքը պնդում Սեմուել Թարլիին, որ նա ասի Ջոն Սնոուին իր գաղտնիքը, եթե միևնույն է նա չէր դառնալու թագավոր։ Եվ վերջապես ինչպես ստացվեց, որ Տիրիոն Լանիստերը վերջին պահին որոշեց կանգնել Բրանդեն Սթարքի կողքին, ու նա դարձավ 7 թագավորությունների թագավորն ու պետության պաշտպանը։ Այս թեորիայում կպարզենք, ում խաղն էր գահերի խաղը։ Ջորջ Մարտինի գահերի խաղը կրակի ու սառույցի երգը ենթավեռնագրով պատմությունն իր ժամանակի ֆենոմենն էր։ Այն հեղափոխություն մցրեց սերիալային արտադրության մեջ, թե բյուջետների ֆենոմենալ մեծությամբ, որոնք ծախսվում էին եւ թե դիտումների քանակով։ Այն մինչ օրս էլ ունի իր երկրպագուների մեծ բազմությունը, բայց որքան էլ այն ֆենոմենալ էր, միևնույն է անդրամաբանական ավարտն ու Բրանդեն Սթարքի գահակալման գաղափարը շատերին չգոհացրեց։ Երբ գիշերվա արքայի պատերազմով պայմանավորված Բրանդեն Սթարքը վերադառնում է Վինտերֆել, նախ ֆիլմի սցենարիստները մեզ հասկացնում են, որ Արիա եւ Սանսա Սթարքերի զարմանահրաշ միավորումն ու ճկույթի նման խորամանկ ստրատեգի քայլերի կանխատեսման ետևում կանգնած է նա։ Դրավար ապացույցներից մեկն է ճկույթի զարմանքը, երբ նա հայտարարում է, որ ոչ ոք չի տեսել ինչպես է նեթին դավաճանել, ինչպես է դանակը դրել նեթի կոկորտին ու ասել, որ չէր կարելի իրեն վստահել։ Իսկ Բրանն ասում է այդ խոսքերը հաստատելով իր ներկայությունը, հաստատելով այն, որ կար մեկն ով տեսել է, կամ կարող էր հետ գնալ եւ տեսնել, չէ որ նա երաշխանի ագրավ էր դարձել ու տեսնում էր ավելին, քան մյուսները։ Ցին մեղադրելով դավաճանության մեջ շղթում եք։ Ժխտում եմ։ Ձեզնից ոչ մեկն այնտեղ չի եղել։ Դուք ոչինչ չեք տեսել եւ չգիտեք ճշմարտությունը։ Ասացիք, ասում էի, չէ, ինձ չհավատաք։ Սկզբում նա հայտարարում էր, որ լորդ կամ մեկ այլ դիտխոսակիր չի կարող դառնալ։ Դա բոլորիս համար հասկանալի էր եւ մենք մտածում էինք, որ դա ակնարկն է այն բանի, որ նա երաշխանի ագրավ է դարձել։ Սակայն սերիալի ավարտին նա թագավոր է դառնում։ Այդ հանգամանքը հաշվի առնելով, որ նա չհրաժարվեց այդ դիտխոսից, մի բան էլ հաստատեց, որ իր ճանապարհը դրա համար է անցել։ Դա հիմնական կասկածն ու տարօրինակ վարկն է դառնում, որի արդյունքում էլ ստեղծվում է այս թեորիան։ Եվ բացի այն, որ նա պնդում էր, որ լորդ կամ մեկ ուրիշ բան չի կարող լինել, նաև ասում է, որ ինքն այլևս Բրանը չէ։ Բրան։ Ես այդքան էլ Բրանը չեմ։ Արդեն ոչ։ Ապա պնդում է Սեմին, որ նա ասի Ջոնի գաղտնիքն ինչպես եղբայր, ու ինչն ավելի տարօրինակ է, ասում է, որ նա այլևս Ջոնի եղբայրը չէ։ Ջոնին ճշմարտությունն ասելու ժամանակն է։ Չէ, դուք եք նրա եղբայրը, դուք պետք է նրան ասեք։ Ես նրա եղբայրը չեմ։ Իսկ Ջոնի գաղտնիքը սովորական բան չէր։ Այդ իրականությունն իմանալուց հետո մեզ համար ակնհայտ է դառնում, որ պետք է Ջոնը լինի արքան։ Երբ պարզում ենք, որ Դեյներիս Թարգարյանից բացի մեկ այլ վիշապ էլ կա եւ դա Ջոն Սնոուն է, ավելին, պարզում ենք ֆիլմի ենթավեռնագիրն ու իմանում, որ նա Լիաննա Սթարքի ու Ռեյգար Թարգարյանի որդին է։ Գահի իրական ժառանգը, սառույցի եւ կրակի երգը։ Դու ես օրինական թագավորը։ Էգոն Թարգարյան, այդ անվանվեց երրորդ գրողը, թագավորության պաշտպանն ու նման բաներ։ Նա համ վիշապ էր, համ գայլ, ու այդպիսի թագավոր միայն կերազեին ունենալ 7 թագավորություններում։ Այդ իսկ պատճառով էլ այդ հանգամանքին հաջորդում է Սարդի քայլը։ Նա, որ ամբողջ կյանք պայքարում էր հանուն հասարակ ժողովրդի, որոշում է դավաճանել իր թագուհուն, որոշում է ընտրել ժողովրդին, ոչ թե թագուհուն։ Եվ այդ որոշումն էլ լինում է մյուս հզոր ստրատեգի, ճակատագրական սխալը, ու ամեն բան լավ կընթանար ու ամեն բան կունենար տրամաբանություն, եթե գիշերվա արքայի անկումից հետո մարդիկ իմանային Ջոնի գաղտնիքը։ Նա օրինական Սթարք չէր, բայց Հյուսիսի արքա դարձավ։ Եթե նույնիսկ այդ հանգամանքը հաշվի չառավ հպարտ հյուսիսցին, պատկերացնում եք ինչ կանեին, եթե ասվեր նրանց իրականությունը։ Ու սա ամենաշատ հարցեր առաջացնող հանգամանքն էր։ Ինչի Բրանը չասաց դա Ջոնին, կամ ինչի չպնդեց, որ մյուսներն իմանան դա։ Միգուցե որ դեպքերն այնպես զարգանան, ինչպես որ մենք տեսանք, ու նա հասնի այնտեղ, որտեղ իր ասելով ճանապարհը տարավ իրեն։ Ով տվեց դաշույնը Արիային, որ սպանի գիշերվա արքային։ Ով կարողացավ խորամանկել ամենախորամանկ կերպարին, ճկույթին։ Ով ասեց Սեմին պատմի իրականությունը, ում պատճառով քանդվեց Ջոնի ու Դեյներիսի միասնությունը, ում կողմն անցավ պատմության ամենախելացի կերպարներից մեկը, ով փոխեց մեզ համար ակնհայտ թվացող ֆինալն ու վերջապես ով էր պնդում, որ նա այլևս ուրիշ մեկն է դարձել։ Ես այդքան էլ Բրանը չեմ։ Արդեն ոչ։ Բրանդեն Սթարքը, բայց սա դեռ սկիզբն է։
Ահա թե որտեղ է այս ամենի թաքնված գաղափարը, երբ եւ ինչի արդյունքում Բրանը դարձավ այդպիսին։ Եռաչքանի ագրավ դառնալով։ Իսկ ինչ է նշանակում դառնալ եռաչքանի ագրավ։ Պարզապես պահել ողջ հիշողությունը, թե պարզապես տեսնել ամեն բան։ Իսկ միգուցե դա բառից բուն իմաստով էր ասվում, որ Բրանը դարձել է հենց նույն եռաչքանի ագրավը։ Այս պահից սկսած ուշադիր լսեք, ամենատարօրինակ, բայց միաժամանակ շատ հավանական ու տրամաբանական այս թեորիան։ Երբ Բրանը փախնում էր Միրարիդի օգնությամբ եւ Հոդորը փակել էր դուռը, այդ ժամանակ Բրանն օգտվում է իր ուժից ու մտնում Հոդորի մարմնի մեջ։ Եվ նա այդ ժամանակ տեսնում է ինչպես անցյալի վրա կարելի է ազդել ապագայում կատարած քայլով։ Իսկ ինչ էր ասել նրան եռաչքանի ագրավը, որ դա հնարավոր չէ։ Ուզում եմ իմանամ, թե ուր են գնում։ Մենք պետք է գնանք։ Հայրիկ, Այն պահին, երբ Բրանը զգաց, որ Նեթը լսում է իր ձայնը Ռեյգարին սպանելուց հետո, տեսեք ինչպես էր խառնվել նախորդ եռաչքանի ագրավն ու ինչպես չէր ուզում, որ Բրանն ազդի անցյալի վրա։ Միգուցե այլ վարկած ու դա բարի նպատակով էր արվում, բայց ըստ այս վարկածի դա հաստատ բարի չէր։ ինչու այդպես արեցիք։ Հետ արեք ինձ, ես ուզում եմ հետ գնալ։ Ոչ, Նա լսեց ինձ։ հնարավոր է։ Գուցե նա կամուսուլոց լսեց։ Ոչ, ինձ լսեց։ Անցյալն արդեն շարադրված է։ Քանակը չորացել է։ Երբ Բրանդեն Սթարքը մտնում է Հոդորի մեջ իրենց պաշտպանելու համար, հենց այդ դեպքից հետո եռաչքանի ագրավը մտնում է Բրանի մարմնի մեջ, ու Միրարիդի հետ նա է փրկվում։ Եվ Բրանը բարից բուն իմաստով դառնում է նույն եռաչքանի ագրավը, իսկ Հոդորի մարմնում զոհվում է իրական Բրանդեն Սթարքը։ Եռաչքանի ագրավը նույն ինքը Բրիդեն Ռիվեսը, վերադառնալով Վինտերֆել, նա խաղից հանում է ամենախորամանկ խաղացողին՝ ճկույթին, նրա կազմակերպած խաղի ժամանակ, երկու քույրերի միջոցով, ապա տալիս է դաշույն Նարիային ու վերացնում գիշերվա արքային։ Սեմին դրդում է ասել Ջոնի գաղտնիքն ու փորձում խժդժություն մտցնել նրա ու Դեյներիսի միջև, եւ դա ինչ-որ առումով հաջողվում է։ Սարդն է ընկնում այդ ալիքի մեջ։ Եվ եթե մտածենք, որ Բրանդեն Սթարքն իրապես Հոդորի մարմնում զոհվել էր, ու նրա մարմնում եռաչքանի ագրավն էր գործում, այս դեպքում մենք ստանում ենք ավելի տրամաբանական բացատրություն, ինչի Դեյներիսը հանկարծ փոխեց վարքը, ինչ պատահեց, երբ նա հստակ գնում էր դեպի Սերսեան, սակայն վերջին պահին հանկարծ փոխում է որոշումն ու դառնում այն, ինչի դեմ պայքարում էր, այրելով մի ամբողջ քաղաք եւ թափելով անմեղ արյուն։ Այս դեպքում հասկանալի է դառնում, ինչի է նա դրակոնին տալիս այդպիսի հրաման, որովհետև դա անում էր եռաչքանի ագրավը։ Նա կարող էր մտնել դրակոնի գիտակցության մեջ ու փոխել իրադարձություններն իր օգտին։ Այրելով քաղաքը նա միանգամից ազատվում էր Դեյներիսից, Ջոն Սնոուից ու Սերսեայից։ Այրելով քաղաքը նա կարող էր Տիրիոնին հասկացնել, որ անիվը կոտրելու պահն է։ Եվ միայն այդ դեպքում Ջոնն իր ձեռքով կսպաներ թագուհուն ու լուր կհեռանար պատի մյուս կողմը։ Բայց այստեղ կա մի հարց. դրակոնի գիտակցությունը եռաչքանի ագրավի ձեռքում էր, իսկ Դեյներիսինը։ Սա բացատրվում է նրանով, որ մարդկանց ու դրակոնների միջև կապ գոյություն ունի։ Նրանք զգում են միմյանց եւ էմոցիոնալ առումով կապահ, երբ նրանք նույն հոգեվիճակում են հայտնվում, ու տիրապետելով դրակոնին ազդելով նրա գիտակցության վրա, եռաչքանի ագրավն ազդում է Դեյներիսի գիտակցության վրա։ Իսկ ինչի էր նա անում այդ ամենը, քանի որ նա Բրիդեն Ռիվեսն էր, Թարգարյանների ապօրինի որդին, ով միացել էր Վեյրուտ ծառին ու դարձել այն, ինչ մենք տեսնում ենք։ Նա ապօրինի որդի էր, բայց միշտ ձգտում էր իշխանության։ Եռաչքանի ագրավ դառնալով նա գտնում է ճանապարհը հավերժական գահին մոտ լինելու։ Նրա ուժը ոչ միայն տեսնելն էր, այլ նաև անցյալը ձևավորելը։ Եթե նա կարող էր ազդել անցյալի վրա, ապա կարող էր ուղղորդել ապագան։ Վեյրուտ ծառին միանալով նա դարձավ անմահ։ Թագավոր դառնալը նրան տալիս էր ոչ միայն իշխանություն, այլև հավերժական կառավարման հնարավորություն։ Եթե Բրիդեն Ռիվեսը իրապես մտավ Բրանի մեջ, ապա նրա նպատակը կարող էր լինել ոչ թե պարզապես գահը, այլ ժամանակի եւ հիշողության ամբողջական վերահսկումը։ Այս դեպքում գահերի խաղը դառնում է ոչ թե թագավորների պայքար, այլ մեկ անմահի խաղ, ով ուզում էր կոտրել պատմության անիվը եւ դառնալ հավերժական հիշողություն։ Դուք անցաք այդ ամենի միջով եւ հասաք տուն, որ տեսնեք նման քաոս աշխարհում։ Չեմ էլ կարող պատկերացնել։ Քաոսը դա աստիճան է։ Բրիդեն Ռիվեսի մասին այս փաստերը սերիալում չկա։ Սա վերցված է Ջորջ Մարտինի սառույցի եւ կրակը երգը վիպաշարից։ Գրքերում շատ ավելի մանրամասն է բացատրվում, թե ինչ է Վեյրուտ ծառը, ինչ կապ ունի հին աստվածների պաշտամունքի հետ եւ ինչպես է Բրիդեն Ռիվեսը միանում դրան ու դառնում եռաչքանի ագրավ։ Իսկ ինչի էր նա չարամիտ։ Մտածեք ինքներդ, երբ Տիրիոն Լանիստերը խոսում էր, որ այլևս չեն գահակալի արքաների որդիները, թորները եւ այլն, ու արքային կընտրեն ժողովրդավարական հիմունքներով, ընտրությունների միջոցով,
Ինչի բրանը չասաց, որ նա երաշքանի ագրավ է։ Ու անմահ մեկն է դարձել։ Ստացվում է, որ նա ցանկանում էր հավերժ կառավարել, կամ ինչի համար նա իմանալով Ջոնի մասին իրականությունը իրավունք չտվեց նրան գահակալելու։ Եվ վերջապես ինչի ասաց, որ այդ ամբողջ ճանապարհը հենց դրա համար էր անցել։ Ահա այս թեորիան հաշվի առնելով այն, որ ստացվում է գահերի խաղը երաշքանի ագրավի խաղն էր, դրա վրա հիմնվելով մենք կարող ենք ենթադրել, որ հենց նա էր ազդել վարազի վրա, որի արդյունքում էլ արքա Ռոբերտը զոհվեց ու սկսվեց 5 թագավորների պայքարը։ Ու տղան, որ ընկավ աշտարակից, նա օգտագործեց այդ պահը, որպեսզի հասնի իր մոտ ու նա իրագործի իր վաղեմի երազանքը եւ դառնա արքա։ Ահա եւ վերջ, ահա թե ում խաղն էր գահերի խաղը։ Իսկ դուք կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, լայքեք ու ցանկության դեպքում տարածեք տեսանյութը։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք հասնենք 1000 հետևորդի։ Դու մահացար այն քարանձավում։